Ողջույն սիրելի հեռուստադիտողներ եւ YouTube-յան շատ Ամենայն բարիք։ Եթերում Սև ու Սպիտակն է, Գագիկ Մկրտչյան, Գնել Սարգսյան։ Դե ինչ այսօր մայիսի 9-ը, երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի, այո, ընդ որում մենք մինչև այդ քննարկում ենք, փաստորեն մայիսի 8-ն է իրականում մայիսի 8-ն է, Եվրոպական Միացյալ Նահանգները նշում են մայիսի 8-ը։ Մայիսի 8-ը երեք Մակրոնը գնացել էր իրենց այդ հուշահամալիր, մասնակցել էր միջոցառումներին, բայց Սովետը չէր կարա Սովետը լիներ, Ստալինը լիներ, որ մի բանով չառանձնանա։ Սեփական տոնը չունենային, այդ պատմությունն էլ երևի բոլորը գիտեք, որ երբ որ տեսել են արդեն ստորագրել են կապիտուլյացիան Գերմանացիներին, իրանք էլ այնտեղ չկան, Ստալինը նեղվել է, հետո մի հատ նորից այդ մարդկանց հավաքել են, այդ գերմանացիներին, կապիտուլյացիայի փաստաթուղթը միատել ենք ստորագրում, դաշնակիցներն է ստիպված եկել են, դե այն ժամանակ ամեն դեպքում հաշվի էին առնում։ Հաշվի էին առնում քաղաքական դիրքը, թե ամեն դեպքում դա մի քիչ բանի հարց, սուբորդինացիայի հարց էր։ Համ սուբորդինացիայի, համ էլ չմոռանանք, որ այդ պահի դրությամբ, այո, իրականում սովետական բանակը ամենահզոր բանակն էր։ Կռիվներով անցած, պատերազմներով անցած, կոփված, լավ տեխնիկայով, որը արևմուտքն էր հիմնականում տվել, լավ հագնված, որը հիմնականում արևմուտքն էր տվել, լավ կերած, որը հիմնականում արևմուտքն էր տվել, ինքնաթիռները լավ պտտվում էին, որը էլի արևմուտքն էր տվել։ Իսկ թվում է տակը մնում է, գիտես, բանը գաղափարախոսությունը, որով որ կարողացել էին զինվորագրել ամբողջ սովետական միության տարածքից քաղաքացիների եւ այստեղ մեր հայ ժողովուրդն էլ բավականին ոգևորված է մասնակցել։ Ես առաջարկում եմ հետեւյալը, անկախ նրանից թե ինչ գնահատական ենք տալիս մենք 80 տարի անց, մենք գնահատում ենք հերոսությունը, բայց մի հատ շնորհավորենք մեր վետերաններին։ Իհարկե։ Որովհետեւ գիտես, նրանք հավատացել են ու նվիրվել են իրենց Պապս շատ նվիրված էր գնացել պատերազմ։ Գիտես որտեղից էր գնացել պատերազմ։ Շատ նվիրված, շատ։ NKVD-ի բերդից։ Նո։ Պատկերացնում ես, չէ՞, նվիրվածությունը, բայց իրականում գնացել, մասնակցել էր, թևը կորցրել էր, մեդալներով, կարմիր աստղի շքանշաններով, բաներով վերադարձավ, մարդը գնաց իր պարտքը կատարեց։ Հետո գիտես, արդյունքն է, հենց պատերազմի արդյունքը նրա մասին է, որ ֆաշիստական Գերմանիայի դեմ է տարվել հաղթանակը եւ առհասարակ ֆաշիզմի դեմ, որովհետեւ ֆաշիստականությունը կարող է Գերմանիան չէր միայն, այնտեղ կար նաև Մուսոլինի, Ռումինիա, Իտալիա, Բուլղարիա, Ճապոնիա, ինչի՞ չէ, այնտեղ ճիշտ է, կայսերական մի քիչ այլ մոտեցումներ կային, դա ամեն դեպքում արևելքա, բայց դե ավելի շովինիզմ էր, քան ֆաշիզմ էր։ Էլի աշխարհը տիրելու, աշխարհին ապօրինի տիրելու փորձեր էին, որը որ ոնց որ թե վերջ դրվեց հենց ատոմային ռումբով, չէ՞։ Հա։ Բայց այստեղ մի բան է, ամեն դեպքում շնորհավորանքներս մեր վետերաններին եւ շնորհակալություն, որ մեզ ձեր սերունդներին հպարտություն եք պարգևել, որ կարող ենք ասել այդ մեծ պատերազմում գլուխ գովալու մենք ունենք մեր ներդրումը, բայց մենք ավելի շատ զոհ ենք տվել, քան մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները առանձին վերցված, մենք ավելի շատ զոհ ենք տվել։ Բայց գիտես, դա մի ժամանակ ընդունված էր որպես գլուխ գովալու բան օգտագործել։ Ու ոչ միայն հայ ժողովուրդը, առհասարակ սովետական միությունը սիրում էր գլուխ գովալ, որ ամենաշատ զոհ ինքնատվի մոտ 20 միլիոնի մասին է, չէ՞։ Բայց հետո պարզվեց, որ 40 միլիոնի կողմերն է հասել։ Հա, բայց հետո պարզվեց, որ առհասարակ շատ զոհեր տալ ռազմաճակատում այդ գլուխ գովալու բան չի, դա խոսում է քո ապուշության մասին որպես ռազմական գործչի։ Ասենք եթե դու ռազմական գործիչ ես, ասենք գենշտաբը կամ ղեկավարը թեկուզ Ստալինը, դա ուրեմն դու շատ սխալ բաներ ես արել, որ ունես այդքան զոհ։ Դու գիտես Ստալինգրադում ոնց էին կռվում։ Մի հրացանը 10 զինվորի։ Այսինքն զինվորը գնում էր մարտի,
Առանց հրացան, այն առաջի են գնացողը, որ հրացանով գնում էր, հենց իրան խփում են ինքն էր վերցնում գնում, բայց հետ էլ չեկա դառնալ, որտեվ հետևը NKVD-ի զորքներ կանգնած։ Եթե հետ եկավ, գնդակահարվում էին։ Ասեմ մեծ թվով արցախցիներ են մասնակցել։ Հա, 40,000 արցախցի են մասնակցել, Հետո որից փոխվել է կարծեմ։ 22,000-ը զոհվել են։ Այսինքն Արցախը ցենց զոհասեղանին դրեց եւ հետո ստացավ։ Այսօրվա իրավահաջորդից ԽՍՀՄ-ից ստացավ։ Ու ինչ եղավ, Ադրբեջանով ուներ կոնկրետ ներկայություն, ռազմական ներկայություն Վերմախտի բանակում նույնպես։ Հա, ստացավ Արցախը։ դրա մասին այդքան շատ չարժի խոսալ, որտեղ ընդդեմ մենք էլ ոչինչ ունեցել ենք։ Ընդ որում բոլոր ազգերն են ունեցել, այդ լեգիոնները ազգային, բոլոր սովետական ազգերից եղել է։ Ովքեր որ մեր մոտ շատ բացատրում են նրանով, որ չէ, մասնակցությունը տենց ակտիվ չի եղել, գնացել են ավելի շատ պերեգավորնի բաներ կամ պատրաստակամության մասին են թիկունքային աշխատանքներ են արել։ Ու նրանք բացատրում են, որ մենք փորձում ենք նեցային, որ եթե հանկարծ մարդ է Գերմանիան հաղթեր, կարողանանք հետո աշխատել հետը։ Մի հատ Նիդերլանդներում մի հատ փոքրիկ քաղաք է եղել, այդ քաղաքի կայազորը ես չեմ ուզում շատ բաներ բացել, վերջը մերոնք ընդեղ են եղել, գերմանական այդ կայազորը, բան։ Նո հետո պատերազմից հետո այդ քաղաքում մի քանի 100 երեխա է եղել հայկական անուններով։ Ես Նիդերլանդներից ուրիշ պատմություն կարող եմ պատմել իմ աչքով տեսած։ Ուրեմն Նիդերլանդներում էին այստեղ հայ գրողների միության նախագահ Հովհաննես Մերկոնյանը լուսահոգի իր ոչ թե Հայաստանի գրողների միության, այլ հայ գրողների միության։ Իր հայրը զոհվել էր համաշխարհային երկրորդ պատերազմում Հոլանդիայում։ Ու խնդրեց, որ եթե գնում եմ Նիդերլանդներ, իսկ ես այդ ժամանակ գնում էի այդ գրադարանի հետ կապված հարցերով, որ հայկական գրադարան էի ուզում եմ ստեղծել, խնդրեց, որ գտնեմ ինչ որ ասեց հուշակար կապած, ընդհանուր պատկերը տվեց, գնացի, գտա քաղաքը, եթե չեմ սխալվում, Միդելդորֆ, ինքը դեպի ծովը տանող արդեն բաներն են։ Էդ իմաստացնել էր ծովի ափին։ Ուրեմն ինչ է եղել։ Նրա այնտեղ 7 կամ 9 հայերի հուշակար է կոչվում, կամ Ֆզեվն Արմենիաս կամ Նեգն Արմենիաս 7 կամ 9 հուշակար է կոչվում էդի։ Իրանք ուրեմն Գերմանիայում գերության մեջ են լինում, գերությունից փախնում են, փախնելուց հետները ահագին բազովի բաներ են վերցնում, քարտեզներ եւ այլն։ Դե բնականաբար հետապնդվում են ֆաշիստական զորքի կողմից, հետո որ հասնում են այդ գյուղ արդեն, այդ տարածք տեղի բնակչությանը պատրաստում են դիմադրելու ֆաշիստին, Գերմանիա, Հոլանդիան է, որ պատվաները բաց հասնվել։ Տեղում պարտիզանական բան են ստեղծում, մի քիչ պայքարում են, հետո մի հատ այսինքն էլի հայությունը անում են, կուկուռուզնիկի նման բան են մի հատ ճարում, ու որ արդեն պիտի թռնեն, որ գոնե Մեծ Բրիտանիա հասցնեն, այդ իրանց մոտ եղածը խփվում են։ Հա։ Խփվում են ու նրանց հուշակարն է դրած ամեն տարի մայիսի 8-ին այդ բանի տարածքի բանը տոնակատարությունը այդտեղ է կայանում։ Այդ քարի այն ժամանակ մի հատ sense քարեր վրան sense բաներ դրած ցուցանակ ու գրված էր բոլորի անունները։ Գուբերնատորը գալիս է այդտեղ, բանը տեղից է, ոնց որ իրաց մանումենտն է դա։ Հետո գնալով ավելի իրան լավացրել, ավելի տես պարտեզային տեսքի են բերել բան։ Ես որ գնացի պիտի գտնեի, արդեն հասել եմ քաղաքում, բայց չգիտեմ ուր պիտի գնամ, ինչ պիտի անեմ, սկսեցի դռները թակել։ Որ թակում էի ցույց էի տալիս, նկարած եմ, ես ստեղ եմ ուզում գնամ։ Գիտես ոնց էին նայում ինձ։ Իրենց թվում էր, թե ես նրանցից մեկի ժառանգն եմ։ Ու նայում են անենց բան շնորհակալ այսքան որսս բան էլի ու ամեն ինչ արեցին, օգնեցին ինձ, ոտքով հասցրեցին այդտեղ։ Շատ տպավորիչ էր իմիջայլոց դա, իսկ Ամեսֆորտում, որտեղ որ գտնվում է հիմնական եղբայրական գերեզմանները, այսպես ասեմ,
այնտեղ շատ հայեր կան։ Շատ հայերի ազգանուններ կհանդիպենք։ Ես խորհուրդ կտամ Նիդերլանդներում ապրող, Հոլանդիայում ապրող մեր Նիդերլանդները մի քիչ ուրիշ է, Հոլանդը մի քիչ ուրիշ է։ Բայց ընդհանուր մի պետության մասին ենք խոսում, ապրող մեր հայությանը այս թեմաները ակտիվացնել հոլանդացիների շրջանակներում ու Բայց գնել, տես, համ ճիշտ ես ասում, համ էլ այսօր եվրոպացիների համար այդ արդեն պատմություն է։ Այո, Բայց ռուսների համար դա պատմություն չէ, ոնց որ երեք են հաղթել։ Իրանց համար իրանք ապրում են դրանով, գիտես ինչի։ Ուրիշ նվաճում չկա։ Գիտես ինչի։ Որովհետև իրենց ժողովուրդը սոված է։ Իրենք պիտի ժողովրդին մի բանով կերակրեն։ Միշտ պիտի պահեն ինչ որ կարող ես դու գնահատել դա։ Տես օրինակ ես մի լավ հիմնական հետևորդից Մայկա եմ նվեր ստացել, որը Նժդեհի նկարն է։ Իմ եթերներում YouTube-յան մի օր տեսել էր պատին Նժդեհի նկարը, որը Միացյալ Նահանգներում է նվեր ստացել եւ բերել եմ։ Ասում ես Նժդեհի նկարն, ասում է, այդ Մայկայից է բերել։ Ինչ համար շատ շնորհակալ եմ, մի երկու օր հագել էի, հետո մեկը էլի բան արեց, թե այդ Նժդեն, ունեն զարմանում են, իրանք գիտեն, եթե բան է, դու պիտի, չգիտեմ, դաշնակ լինես կամ եսի մեզ պսևդոազգային ուժերից լինես, որ եթե Նժդեհի նկարից հագել, բայց կներեք, ու ասում, բա դու այդ գաղափարախոսությանն ես հետևում, ասում եմ, չէ, ես ուղղակի հարգում եմ այդ գաղափարախոսությունը, այդ գաղափարախոսությանը այսօր ես չեմ հետևի, ես դա շատ բարձր կգնահատեմ իր ժամանակում որպես շատ կարևորագույն գաղափարախոսություն, դա հենց պատմություն հարգելն է, հասկանում ես, ես չեմ կարող Նժդեհի գաղափարախոսությունը դնեմ իմ վաղվա ծրագրի մեջ։ Գիտես, հետո ու կներես 1000-ներություն ես որպեսի միտք ըմբռնես նոր թեմա է, որ հանկարծ այլ մեկնաբանություն չլինի։ Տեսեք, ասենք օրինակ Շարլ դը Գոլին պաշտում են, չէ՞ ֆրանսիացիները։ Բայց Շարլ դը Գոլին չեն պահում այսօրվա մեջ։ Իրանք Շարլ դը Գոլին հարգում են, ուսումնասիրում են նրա գործունեությունը, գուցե գործունեության ձևից, սիստեմից դասեր են քաղում։ Նույն բարձրության վրա դրված, ինչքան ֆրանսիացի մյուս մեծերը, Նապոլեոն, Շարլ դը Գոլ, վերաբերվում են նրան որպես այդ ժամանակի մեծագույն կերպարի։ Եվ նույն կերպով ես վերաբերվում եմ Նժդեհին իր ժամանակներում աներկբայորեն մեծագույն ռազմական գործչի, բայց ես ու այդ գաղափարախոսությունն էլ ինչքան որ կարդացել եմ ինքը շատ կարևոր է եղել ու շատ մեծ գործ է արել, իմիջիայլոց եթե այդ ժառանգությունը չլիներ, դժվար թե օրինակ 80-ականներին ունենայինք այլախոհներ, ովքեր արդեն 90-ականներին պիտի ակտիվ գործունեության մեջ մտնեին, չէ՞, բայց դա միևնույնն է Նժդեհին վաղվա այդ ալոնը չի, ամենայն հարգանքով, Նժդեհը իմ հիանալի պատմության կարևորագույն էջերից մեկն է։ Տես, Նժդեհի հետ, Նժդեհի կողքին մենք ճիշտ ենք անում, որ Նժդեհին մեծարում ենք, բայց մենք ավելի, գիտես ինչ, ավելի շատ ու քչի հարցը չի, կան պատմական դեմքեր, որոնց կամ հավուր պատշաճի չենք անդրադառնում, կամ անդրադառնում ենք շատ քիչ, այսինքն մեր հայկական բանակի հրետանու ղեկավարը, այս պայն 1000-ում խնդրում ուղղակի չեմ հիշում, անուն ազգանունը, երբ որ որոշում են ցրել բանակը, Թուրքիան հարձակվում է, Ալեքսանդրապոլի ճակատամարտն է, տեսնում են, որ պարտվում են, ասում են բանակը ցրենք, որ ավելի շատ ժողովուրդ չկոտորվի, այդ Նազարբեկովի առաջարկն է լինում, այդ մեր այդ հրամանատարը Մարտկոսի, ասում է ես չեմ ենթարկվել այս հրամանին, ես իմ հրանոթներով գնում եմ դեպի ռազմաճակատ, ու մեծ հաշվով հրանոթներով էլ հարցը լուծում է։ Մինչև վերջի արկը կկռվեմ, բայց չեմ հանձնվի։ Իրան միանում է Նժդեհը տեղ է լինում, վիրավորված իր 100 հեծյալներով գնում են ու դրա արդյունքում մենք ունենում ենք հետո Սարդարաբադի գլխավոր հաղթական էլեմենտը լինում է հրետանին, ընդ որում գերճշգրիտ հրետանին, այնտեղ կա նաև հույն հրամանատար, այդ ճիշտն ասած չեմ հիշում ինչ էր, բայց շատ լավ էին տիրապետում մերոնք 44-օրյային էլ էին լավ տիրապետում, առաջի Արցախյանին էլ էին լավ տիրապետում, ինչ ճիշտ է,
Բայց տես մենք Նժդեհին անդրադառնում ենք, որտեվ ինչ որ գաղափարախոսական բան կա, հա, Նժդեհին անդրադառնալով, իսկ այդ կապիտան էր, եթե չեմ սխալվում, չի չենք անդրադառնում։ Ասեմ ինչից է, որովհետև քաղաքականությունը այնպիսի բան է ցավոք սրտի, նաև, որ ըստ իր ընտրած քաղաքականության ընտրում է պատմությունից հերոսների ու կներեք այս բառի համար սկսում է ռասկրուտկա անել։ Ասենք օրինակ, եթե այդպես խոսենք, մենք Նժդեհին շատ մեծարում ենք նաև Սյունիքի ու Արցախի բանի գործում, Սյունիքում ու Արցախում ներդրած իր բանի համար, բայց Նիկոլ Դումանը մնում է ստվերում, ով Նախիջևանում նստած էր։ Որովհետև Նախիջևանի մասին չպետք է խոսվեր։ Այդ կռիվների ժամանակ Անդրանիկն էլ է մնում։ Դες ինչ է ստացվում։ Եթե Նիկոլ Դումանից դու խոսես, ստացվում է դու պիտի խոսես Նախիջևանից։ Իսկ Նախիջևանից չի կարելի խոսել։ Այսպես նյուանսներ կա։ Այսինքն բերում է քաղաքականությունը կամ աշխարհ քաղաքականությունը, թեկուզ ներքաղաքական բանը, նրան որ ինչ որ մեկի անունը շատ է, օրինակ ասենք մեր պատմության մեջ ամեն մեկին որ հարցնես, կասեն Տիգրան մեծը, չէ։ Ինձ համար բնականաբար Արտաշես մեծն է առաջնային կերպար, բոլորին եմ։ Ի վերջո Տիգրան Արտաշեսովիչը չեր ունենա այդ ամեն ինչը, եթե չլիներ Արտաշեսը։ Չէ, Տիգրանը Տիգրանի չէր։ Հա, Տիգրանի չէ, հա, բայց որտեղից է գալիս, չէ։ Դա ինքը գերության մեջ ապու գործերն է ուսումնասիրել։ 20 տարի գերության մեջ ինքը ուսումնասիրել է Արտաշես մեծի գործերը։ Իսկ երբ որ մի քիչ ենք առաջ գալիս նրա որդին, արդեն Արտավազդ երկրորդը, ինձ համար նա հիանալի իսկական դիվանագետի եվրոպական կարելի ասել։ Չգիտեմ, որտեղ ինքը իր էության երևի ժամանակ Եվրոպա բառն էլ, չգիտեմ, արժի օգտագործել թե չէ, որովհետև Հռոմը կար։ Հա, որովհետև ինքը իսկական թե դիվանագետ էր, թե հավասարակշռած, ինքը արդեն խաղաղության կողմնակիցներ պահպանելու կողմ, այսինքն մեկը պիտի ստեղծեր, մյուսը պիտի դա պահպաներ։ Նա չէր դուրս գալու ու հոր գործը շարունակեր գնար Հնդկաստան կամ Հռոմ։ Նա պիտի արդեն իր խնդիրը հիանալի գիտակցել էր եւ իմիջայլոց աշխարհում միակ թագավորը, ով եղել է նաեւ դրամատուրգ։ Ինչը խոսում է նրա բարձրությունը, բա ինչ եմ ասում։ Բայց Արտավազդ երկրորդը անգամ Արտավազդ մրցանակաբաշխությունը որ կա, որը որ իր անունով այդ մրցանակաբաշխությունը չէ, մշակութային միջոցառում շատ մատների ոնց որ դիտավորյալ ուզենան էժանացնեն Արտավազդ։ Ու էլի մենք 300-ից ավել արքաներ ենք ունեցել, փառք Աստծո մեր պատմության մեջ մեր արքան մենք չենք ունեցել հակապետական տենց բաներով աչքի ընկնող արքա, թերևս մինչև վերջին ժամանակներս էլ բան արդեն հանրապետություն բանի մեջ եւ մեզ քանի սովետական միության ժամանակ շատ ասում են ու մինչև մի շատ հայեր կան որ կրկնում են դա մեր պատմության մեջ միշտ էլ դավաճանները շատ են եղել բան սա սև ռոպագանդան է որովհետեւ ես այդ օրինակը շատ եմ բերում ասում եմ տեսեք Հռոմը եթե չեմ սխալվում մոտ 14 կեսար է ունեցել իր ոչ պատմության ընթացքում 14-ից ոչ ոք իր մահով չի մահացել իսկ բյուզանդական թագավորներն են գումարենք ոչ մեկ իր մահով չի մահացել մենք գրեթե այդպեսի դեպք չունենք կամ շատ նույն բանը եղել է Օսմանյան կայսրությունում մեր դավաճանությունները սկսել են այն շրջանում ընդ որում այդ դավաճան որակելն էլ խիստ կասկածելի է տվյալ պրոցեսում դավաճանը թե դավաճան վասակը դավաճան էր թե չէ հարցը չէ օրինակ ու այսպես իհարկե եթե կանք արդեն մխիթար սպարապետ բան դա դավաճանությունն է բայց մյուս կողմից մխիթար սպարապետն էլ առաջնորդներ բայց արքա չէր ղեկավարը չէր Դավիթ բեկը չէր հա Դավիթ բեկը ընդունված առաջնորդ այո օրինական ընդվորում ճանաչված համարյա թագավորի լիազորություններով դրամ կտրելու իրավունք են ստացել դա հենց անկախությունն է այն ժամանակվա ընկալումներով եթե գնալ Այսինքն մեր ժողովրդի վրա շատ աշխատել են այդ ինքնությունը եւ առասարակ իր պատմության մասին մեկնաբանությունները խեղաթյուրելու վրա։ Գնանք կարճ դատարի ու վերադառնանք մեր այն սկզբին, որից որ սկսեցինք սենց շեղվել։ Հա։ Կարճ դատար մեր եթերում։ Ես գիտես ինչ հիշեցի
էլի երկրորդ համաշխարհայինին վերադառնանք, լուսահոգի պապս էր պատմում, իսկ ինքը հրետանավոր էր եւ շատ լավ հրետանավոր էր, որտեղ ինքը ուղիղ նավոտքին ոնց էր, ուղիղ նշանառությամբ երկու տանկա խփել մի կռվի ընթացքում, մի մարտի ընթացքում, իսկ դա շատ մի բախման, մի քանի ժամ ու 20 դե չեմ ուզում այդ թվերը բանանալ, էլի ամեն դեպքում այսօր հələ հարցա թե ով էր ավելի ֆաշիստ, այդ երկու պետություններ ժողովրդի չի վերաբերվում գաղափարախոսությունը, ու ասում եմ մեր գլխավոր խնդիրը գիտես որն էր։ Ասենք հələ հրանոթները, հրանոթի պահեստամասեր, արկեր, այդ ամենը թողենք մի կողմի վրա, որ Ամերիկայից էր գալի, լենդլիզով էր գալիս, այդ հրանոթները տեղաշարժելու խնդիրը։ Այդ ժամանակ սովետական բանակը ուներ կես տոննանոց բեռնատար, որը հերիքա միտեղ թաղվեր, վերջ, մեռավ։ Իսկ այնտեղ այդ ռազմաճակատներում սա ցեխեր, տայգաներ էր, եսիմ ինչեր էր, տափաստաններ էր, բնական է։ Ու ասում է մեր ակտիվությունը, մեր կռվի ամեն ինչի այդ տեմպը գցում էր, չէ, ուժեղացավ ընկավ տեղը, երբ որ ամերիկյան ստուդաբեկերներ եկան, այսինքն 3 տանող բաներով, հա, ոնց է կոչվում, այդ վիդուշա 3 քաշող, հա, եւ ասում է անգամ այն տեղերը, որտեղ սովետական տանկերը թաղվում էին, այդ ստուդաբեկերները անցնում էին, եւ ասում է արագությամբ տեղաշարժում էին հրանոթները, նոր դիրքեր էին ստեղծում, նորից ման ու տեղից սկսվեց, ու եթե պատմությունը նայում ես երկրորդ համաշխարհանի կամ հայրենականի sense ասած, սովետական բանակի հիմնական ուժը եղել է հրանոթները։ Հրետանի։ Տես, բայց ամեն դեպքում պրոպագանդան իրանն արել է ու շատ երկար ժամանակ այն կոչվում էր հայրենական երկրորդ պատերազմ։ Հա։ Հայրենական պատերազմ, այդ որպեսզի մնացած ժողովուրդների համար սովետական տարածքը լինի հայրենիք, այսինքն ինձ համար օրինակ լինի Ադրբեջանը, Թուրքմենստանը, չգիտեմ, Լիտվան հայրենիք, դա իմ ինքնության, սովետский народ, իմ ինքնության ոչնչացման օրինակն է։ Դե Զախարովն այնօր է ասեց։ Ու գիտես, ցավոք սրտի հետ սովետական երկրներից գրեթե բոլորում էլ դեռևս այդ ուժերը մնացել են, ովքեր մարդկանց ուղեղի մեջ լցնում են թե ինչ լավ էր ու պետքա հետ վերադառնալ դրան։ Իսկ դա, չգիտեմ, սեփական ինքնությունը չճանաչող մարդը միայն կարա ինչ որտեղ տրվի այդ մտածելակերպը։ Դա մի քիչ ամոթ է, եւ գիտեք, այստեղ հարցը սերունդների հետ հակադրվելը չի։ Ես հարգում եմ այդ համաշխարհային պատերազմում բանը մասնակցածների եւ զոհվածների, ավակ սերնդի ներկայացուցիչներին եւ գնահատում եմ ճիշտ այնպես, ինչպես որ պարտավոր եմ գնահատել, որովհետեւ նրանց պատերազմը նրա մասին չէր, որ իմ հայրենիքը լինի, չգիտեմ, Ադրբեջանը, Լատվիան ու բանը, Ղրղստանը, այլ նրա մասին էր, որպեսզի նաղդը, ասենք ոնց որ sense չէ, նաղդը պետքա այս խնդիրը լուծվի եւ իրենք այդտեղ ջանք ու երան չեն խնայել։ Եվ գալով նորից մայիսի 8-ին եւ գալով Եվրոպայի համեստ նշելուն ու Ռուսաստանի պարադին, դա այո, հենց դրա մասին է, որ Ռուսաստանը մշտապես սոված է եղել։ Ու նա պիտի, գիտես, այտենց խոսք կա, չէ, ասում է, եթե չեմ սխալվում, կեսարներից մեկն է ասել, խլիեբ իզրայելիշը, դա է նարոդու խլիեբ իզրայելիշը, տուր ժողովրդին հաց ու տեսարժանություն, ասես մի ապահովիր տեսարժանություն ու տուր հաց, վերջ, դու կարող ես հավիտյան տիրել։ Ու կա, ու մինչև հիմի 2000 տարի անց դեռ արդի է այդ խոսքը։ Գիտես, մենք այսօր հազար ներողություն, տեսեք, իհարկե առանձին չենք անդրադառնալու, բայց ընդհանուր առմամբ այսօր ընտրարշավ է սկսվել, չէ՞։ Մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք հացի խոստում, ու ամենատարբեր ձևերով։ Եվ ապահովում են մեր համար տեսարժանություն։ Համերգային բաներով կլինի, չգիտեմ, մայկաներով, չէ, ասենք երաժշտությունով, դա հես այդ բանն է, էլի բան։ Ախար, գիտես ինչ։ Իսկ Եվրոպայում
Պարզապես գնահատում են պատմության իրենց էջը։ Ապրես, ես էդ էի ուզում ասեի, եթե գնահատում եք, սա վերաբերվում է օրինակ նույն մեր հյուսիսային հարևանին, հա, եթե գնահատում ես, օքեյ, գնահատի։ Ոնց ես գնահատում։ Մինչև այսօր ունես վետերաններ, որոնք ունեն բնակարանի խնդիր։ Ամերիկան ունի երևի թե Միացյալ Նահանգների մասնախոսքը, երևի թե մի 10 փուլ վետերաններ, հա, Աֆղանստանի մասնակից, Վիետնամ եւ այլն եւ այլն։ Դու գիտես իրանք ոնց են ապրում։ Իրանք համարվում են վետերան, այդ վետերանը որտեղ մտավ, ընդ որում քացով մտավ, այնտեղ ինքը պատիվ է ստանում։ Ռեստորանում ինքը մենեջերների մակարդակով պատիվ է ստանում։ Իսկ մեր տատու պապերը եմ ասում, մեր պապերը։ Տատերները, որոնք թիկունքում էին մասնակցում։ Դա թիկունքում են առաջնագծում։ Ինչ էին ստանում, ես չեմ հասկանում։ Անգամ այդ թոշակը հիմա ասենք շատերը բան են անում, չէ՞, սենց սովետական միությունը, ես իմ երշիկը, էսյենի, ճաշարանում ձերի հաց կար, հա, բայց բացարձակ չեն մտածում, թե արդյոք այդ մարդը ստացել է այդ արժանապատի վերաբերմունքը պետությունից, թե ոչ։ Այո, հենց պետությունից, որի համար ինքը իր թևն է տվել, մեկը իր զավակին է տվել, ոչ մի բան բացարձակ, ոչ մի բան է դա։ Միայն հուզական ֆիլմեր։ Հա, մեկ էլ ֆիլմեր, մեկ էլ ամեն մայիսի 9-ին գրեչկայով, հնդկաձավարով շիլա։ Այ հենց այդ արարողակարգին եմ ուզում անդրադառնանք, որ փորձում են ազդել, տեսեք, մարդու կյանքում սենց խոսք կա, չէ, ասում անցյալի փուշը ներկային ուշն է։ Մարդու համար ինչպես լինել, որ իր մանկությունը կամ պատանեկությունը դասավորված լինի իր երիտասարդությունը, թեկուզ ամենադաժան ձևով։ Մեծ տարիքում ինքը դա ժպիտով ու կարոտով է հիշում։ Իր քաղցրությունն է դա։ Ու տեսեք, սրանք այդտեղ ինչ լկտիություն են անում, իրենք շատ լավ գիտեն դա, դե դպրոցներ են, ինստիտուտներ են KGB-ի, նրանք շատ լավ ուսումնասիրում են պսիխոլոգիան։ Ուրեմն այդ հիշողությունը, որը որ շատ էժանային միջայլոց այսօր, փորձում են վաճառել նույն մարդկանց վրա, հավաքելով նրանց ժպիտները։ Մտածելով, որ կարող է թորների վրա էլ վաճառել լինի, բերում են այդ օրը, իբր այնպես ինչպես եղել է այն ժամանակ։ Եկեք բրեզենտից վրանը խփենք, եկեք այդ ալյումինից ափսեով ու այդ բաժակով շիլա ուտենք ինչպես այնտեղ ենք ուտում։ Գիտես ինչ, ես օրինակ ծառայել եմ Լեռնային Ղարաբաղում 97-99 թվականներին։ Եթե հիմա մեկը ինձ ասի, ես քեզ հրավիրում եմ կուրկուտ ուտելու, թեկուզ տնական սարկած ու շատ համեղ, ու դրանով փորձի գնահատել իմ այնտեղի ծառայությունը, ես պրոստը կբարկանամ։ Դու ապուշ ես։ Չէ, կարելի է կուրկուտ ուտել։ Հա։ Բայց եթե դու դա ներկայացնես որպես պատիվ, որպես չափերը չասես, ես այսպես կուշտ եմ դրանից։ Այսպես կուշտ եմ, մանավանդ այն կուրկուտից, որը սենց գունդ դնում էր, ինքը գնում էր այնքան ворդկար մեջը։ Ես քեզ ավելին ասեմ, սովետական միության ժամանակ գնել գոյություն ուներ։ Գնահատում ես այդ մարդուն, մի բնակարան ու այդ ապահովի նրան այնպեսի կենցաղ։ Դե հիմա ես էդ եմ ասում։ Հրավիրի ոսկուս բաժակներով դեմա վետերանների խանութ կար սովետական միության ժամանակ։ Վետերանները գնում են այդ խանութը, այնտեղ յուգոսլավսկի, sense ասած, ֆինական, չգիտեմ ինչ կոստյումներ էր կախված։ Ասենք 250 ռուբլի, 300 ռուբլի, եւ այդ վետերանը ոնց կարար այդ կոստյումը առնել։ Այսինքն այդ վետերանը գնում էր, նայում էր այդ կոստյումներին, ուրախանում էր, որ կային երկրում տես բան։ Ինքը արտոնյալ է, բայց ինքը չի կարա առնի։ Ախր այդ մարդը պետք է գնար, չափերը վերցնեին, կոստյումը հագցնեին ու ճանապարհ դնեին։ Իսկ իմ լուսահոգի պապը, թևը կորցրած, 5 տարի մի անգամ կանչվում էր զինկոմիսարիատ, այն բժշկական ոնց էր կոչվում։ Բժշկական կոմիսիայի։
Կարող է աճացնել։ Թևը աճել, այդ մարդու։ Գիտես, Դու հասկանում ես այդ ինչա նշանակում։ Ես մի բան ասեմ, դա մինչև հիմիկա է, Կարգը պահպանելի համար, պատերազմի հաշմանդամի կարգը տարատավոր պահպանելի համար։ երևույթը մինչև հիմա կա, այսինքն օրենքներ ունենք դեռևս, որոնք որ չեն վերաթարմացվել ու հիմա էլ Հա 60-ական թվականների օրենքները։ այո, ու հիմա էլ մեր քաղաքացիները լավ հասկանալի է կան հիվանդություններ, որոնք պետքա գնալ կոմիսիայի, որպեսզի տեսնեն դա վերացել է թե չէ, բայց նմանատիպ բաները չի կարելի, դա ոնց որ ձեռ առնես։ Ու շատ քաղաքացիներն ինձ հետ կապվեց այդ ժամանակին, առավել եւս այն զորավարությունների շրջանում, ախպեր կանչել ես մարիտենամ աճելա թե չի աճել, ասենք, նու տենց է ստացվում, մենի մեծ իհարկե այնի չի տենց չի ասում, բայց տենց է Ու եթե ինքը չգնա, կարող է կարգը փոխվի։ Կարգը իշնի։ Ոչ միայն կարգը փոխվի, կարող է Կարգից զրկվի։ բանի էլ ենթարկվի, տուժի ենթարկվի։ Դե այդ դրա համար է պետք լինում ունենալ քաղաքական, իսկապես քաղաքական դաշտ, որտեղ որ անկախ քաղաքական դիրքավորումից, հա, ասենք այն ձախ ծայրահեղից մինչև աջ ծայրահեղ բանով գունապանակով գործեն հանուն պետության, հանուն քաղաքացու բարօրության։ Նայ այսօր արդեն բանակի սպայակազմը սկսվում է գնահատվել։ Այո։ Արժանի աշխատավարձով մնացած տարբեր ծրագրերով, բնակարանային ծրագրերով։ Ես ասում եմ, հիմա նենց է վերաբերմունքը, որ եթե ես լինեի 17 տարեկան, հաստատ կընտրեի ռազմական կրթություն, ու մտածեի ինչ եմ ուզում դառնամ, դա ինձ կգրավեր, ու ես անպայման կգնայի զինվորական դառնալու ճանապարհով, որովհետև քո ռիսկ, իհարկե բանակը ռիսկայնություն է պահանջում, չէ՞, այնտեղ բայց այդ ռիսկը արդարացվում է։ Թե չէ ռիսկը կներեք ձեռնարկությունում աշխատել։ Ես օրինակ մի խնդրանք ունեմ մեր սպայակազմին, մեծագույն հարգանքով բոլորին, մեր ուժայիններին, դա էլ է ծառայություն, ոչ մի տարբերություն, հա։ Լավ տարբերություն կա, բայց երբեմն ներքին գործերի անվտանգ բանի աշխատանքիստները ավելի վտանգավոր վիճակներում են հայտնվում։ Բայց աղաչում եմ ուշադրություն դարձրեք ձեր կազմվածքին, տղերք ջան։ Ուշադրություն դարձրեք, էլի, որովհետև ներկայիս, ժամանակակից, բանակը, ուժային կառույցը, ես օրինակ երբ որ տենում եմ մեր ոստիկաններին փողոցում, պարեկային ծառայությունների, հա, փոխվել է։ Նայում ես սլացիկ, կազմվածքը բանա, այդ մարդկանց վրա համազգեստն էլ ուժից է նստում։ Ու մի խնդրանք էլ ունեմ, դու ուշադրություն դարձրես եվրոպական այս գլխավոր միջոցառումները Հայաստանում, որ անցավ հիանալի, փառք ու պատիվ կազմակերպիչներին, Ամերիկից սկսած եւ այլն, բայց մի բան կա, էլի, ախր մեր այդ պատվո պահակախումբը որ կա, երբ պետք է այդ մարդկանց համազգեստը գույները փոխվի, Քեզ մի անգամից sense բան ա լինում, նորից հետաքրքրում, բանա, այդ լավ հիշացիր, մի հատ համառոտ ամեն դեպքում անդրադառնանք, այստեղ իսկապես փառք ու պատիվ ապահովողներին ես, որովհետև ես հասկանում եմ ինչ ծառայություններ ԱԱՑ-ի, ՆԳՆ-ի եւ այլ կառույցների համար միանգամից 40 երկրների դելեգացիաներ ընդունել, բոլորի հետ պետք է լիներ ուղեկցողներ, բոլորի հետ, բայց իրանց անվտանգության հենց դա երբ որ 1-2 հյուր ես ունենում արդեն բանա, չէ, ուր մնաց թե միանգամից 40 ու ինչ երկրների ներկայացուցիչներ, զուգահեռ Մակրոնն է։ Ու որտեղ ապրես, ու որտեղ մի երկրում, որտեղ որ նու լավ շատ բան չանենք, 100 ռազմաբազան նստած։ Ու լիքը կարա միշտ բան լինի։ Հյուսիսային հարևանի ազգության լիքը տուրիստներ ու բաներ։ Հա, դա արի հասկացի ով է տուրիստ, ով է գաստրոլյոր։ Հա։ Ու այդ մասով իսկապես բրավո, սա ցույց տվեց մեր պետությունը ինչ բարձր ստատուս կարա ունենա,
Ու ես մի նյութ էի նայում ճիշտ ասած, չգիտեմ, քեզ չեմ ուղարկել, եթե չեմ ուղարկել, ես զարմանում եմ իմ վրա, որ քեզ չեմ ուղարկել, որովհետև առաջնա քեզ երևի պիտի ուղարկեի։ Ուրեմն մեկնաբանություններ էր գնում Լուկաշենկոյի այն տրոլինգների ու Փաշինյանի բանով, ու ասում եմ, դե տեսեք, հիմա ինչա ստացվում է այդ քարից հետո։ Փաշինյանը դիմավորում է 40 մոտ 40 երկրների երկրների դելեգացիաներին, Լուկաշենկոն այս ընթացքում դիմավորել է Զիմբաբվեի ղեկավարին, Իրանի փոխարտգործնախարարին եւ 6-7 գուբերնատորի Ռուսաստանյան։ Շատ հզոր է։ Ընդ որում նույն բանն էլ տեղի ունենում է այսօր Կարմիր հրապարակում։ Կրեմլի Բաքում, այո, հյուրեր չկան եւ անգամ այն երկրները, որոնք որ քիչ թե շատ ավելի այդ մասով սերտ էին, համագում շտաբական ներկայություն ունեին։ Ֆիցոն գնաց Մոսկվա միայն հանդիպելու Պուտինի հետ, բայց շքերթին չմասնակցեց։ Այստեղ այս շքերթի հետ կապված ինձ բացել էր բանը Զելենսկու հայտարարությունը։ Դրսի չէ, գիտես, ես կարելի է։ Չեմ ուզում ամեն դեպքում մայիսի 9-ի խորհուրդը բան անենք, որովհետև ամեն դեպքում Ուկրաինա, Ռուսաստան, այն մեծ հիմնական հարվածը Ուկրաինան է իր վրա։ Բայց ինձ մի ուրիշ բան շատ հետաքրքրեց, որ մեր երբ որ Ուկրաինայի ղեկավարը եկել էր Հայաստան, սենց ասեն, որ Մաշան շատ չնեղսրտվի։ Մաշան մեկ է, այսօր արդեն երրորդն է ստացել։ Այդտեղ խոսակցություն է գնացել նաև ԱԹՍ-ների մասին։ Հավանաբար ԱԹՍ-ների կիրառման պրակտիկա եւ այլն, որը շատ կարեւոր է։ Այսօր ամբողջ աշխարհն է դիմում իրանց։ Մի մոռացի, որ արաբական երկրները բոլորը ասին Զելենսկի ջան, աղբեր ջան, նա տարի տենանք ոնց են կարում է շահերների դեմ, դուք կարում եք։ Այո, դե գիտես ոնց է։ Այ ինչի էր Ռուսաստանը ամեն ինչ անում, որպեսզի պատերազմից հետո Հայաստանի ու Արցախի ճակատագրերը 004 շրջաբերականով այդ պատկերացմամբ բան լինեն, որովհետև հասկանում էր լավ, որ ունի պատերազմում հենց հիմա արդեն կրված, արդեն պորոխի հոտը շնչած բան, անձնակազմ, որ կարելի է տեղափոխել այլ ուղղությամբ։ Իր խնդիրը նաև այդտեղ էր։ Երբ որ զորքը երկար ժամանակ չի, պրակտիկայի մեջ չի, ինչքան էլ այդ պետությունը լինի հզոր պետություն, միևնույնն է այդ պրակտիկայի բացակայությունը թուլացնում է։ Իմիջիայնոց Օսմանյան կայսրությունը մոտավորապես հենց այդպես էլ կան։ Օսմանյան կայսրությունը մի հատ Մալթայի վրա չկարողացավ։ Մալթայի Ավելին ասեմ, առաջի համաշխարհայինի ժամանակ Օսմանյան կայսրությունը խայտառակ պարտություն որովհետև արդեն այն որ ճարպակալել էին, էլի։ Հունական աղքատ բանակը վերցնում ես Հունաստան, այսքան ու ասենք այսքան Օսմանյան կայսրություն մտավ Ստամբուլ։ Հայկական մի բուռ աշխարհոզրոյին բանակը Սարդարաբադում հաղթեց Դարդանելի ճակատամարտի հաղթանակ տարած դիվիզիայի։ Էդ էր այդ ժամանակվա։ Ընդ որում այդ ժամանակ եթե կրկին չլիներ այս Լենին, չգիտեմ, Մաթաթուրք, այս իրանց լեզվով եմ ասում մուտիլովկեքը, Հայաստանը այսօր բոլորովին ուրիշ կլներ։ Տեսկուրեր։ Այո, ու մենք էլ այդ Արարատին չէինք նայի տենց խոր վիրապի կողմից։ Այս մասին ես մի քանի օր առաջ էլի փորձեցի հարցադրումներ առաջ բերել։ Այս անձնագրերի հետ կապված, որի մասին բացի հիացական խոսույթից ուրիշ բան չես կարող ասել, որոշները ամեն դեպքում փորձեցին Ընդ որում էդ էլ առաջի քայլն է դեպի ազատականացում վիզաների։ Չէ, այս որակի ու այն մոտեցման այդ պատմական, ոնց որ ամեն մեկը կրի իր մեջ իր դու կրում ես քո մեջ հայկականությունն ու Հայաստանը միաժամանակ։ Բանա, ու Արարատի թեման էլի առաջ բերեցին, խոր վիրապից չի երևում, չէ։ Կներեք, էլի, դուք չեք զգացել, որ Արարատը մեզ մշտապես այնպես են ներկայացրել, որ մենք երազենք, ոչ թե ցանկանանք։
այստեղ տարբերություն կա։ Մեզ ներկայացրել են միշտ այս կողմից, այդ տեսեք, եւ որ սովածի քթի տակով խորոված է տանում բերում են, էլի։ Ինչու ձեր մեջ խի հարց չի առաջացել, թե ինչի նկարներ չկան Արարատի հակառակ կողմից։ Եթե դու համարում ես Արարատը քոնը, դու Արարատը բոլոր կողմերից պիտի սիրես։ Անգամ հիշում ես խոսակցությունը ընթացում, այն կողմից այդքան սիրուն չի։ Այդ սիրունա դրա համար է սիրում, թե որովհետև բիբլիական է դրա համար է սիրում։ Այստեղ լուրջ Այսինքն եթե այն կողմից նայում ես նոյը չի։ այն Արարատը չի, բանն է։ Աղրդակն է։ Հա, Ինչ որ տենց են ասում, չէ՞ թուրքերը։ Գյոպեկլի պեպել։ Ասեք, չի կարելի, որովհետև այո, գաղափարական բան, այդ հենց այդ բաները ներկայացնողներն եմ էլի ասում, սիրելի հայրենակիցներ, ձեր մեջ այս հարցը տվեք, որպեսզի հասկանաք, թե որտեղ են ձեր հույզերը փորձում ձեր դեմ օգտագործել, եւ որտեղ է իրական ձեր պահանջը, եթե կա պահանջ։ Հասկանում եք, եւ ես վստահեցնում եմ, եթե լինեն իրական պահանջներ, ձևակերպած եւ հաշվի առած ահագին բաներ, չի լինի բացակայություն մի քաղաքական ուժի, որը որ պիտի տաներ այդ պահանջները։ Լավ, քաղաքական ուժի մասին չխոսենք, բաց հետել մենք արդեն նայինտեղ պետքա բացակայենք արդեն եթերից երիկա։ Բայց հետաքրքիր զրույց ստացվեց ինձ թվում է։ Իմ դուրն էլ եկավ։ Դե կսպասենք նաև ձեր արձագանքներին սիրելի հեռուստադիտողներ եւ YouTube-յան Ալիքի Եթերում սև ու սպիտակներ։ Ամեն բարիք ձեզ։